Ղուկասյանյան Թուրքիայի երկրի կարող եք ասել, առասարակ շատ իր տեղեկատվություն հավաքվեց հանդիպման մասին, որքանով է գրական համարում այդ հանդիպումը, արդյոք պայմանավորվածությունը շոշափելի ձեռք են բերվել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, որը նախապես ձեռք բերված է Տեր-Պետրոսյանի։ Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այդ բավականին դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելյան, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն դեպքում ես ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Էրդողանը նաև այսպես օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների այստեղ գալու ապրելու հարցը եւ քանի